Նարգիշլի Մեխակյանի պաստառը փակցրած է։ Դա օրենքի խախտում է թե ոչ։ Չեմ կարող ասել, եթե օրենքի խախտում է, որոնք արձանագրվի եւ հանվի, այնպես ինչպես օրինակ ընտրատեղամասնությունից այդտեղ հիմա եթե նայեք, խախտված է նաեւ այլ տեխնացուների պաստառներ, եթե այնտեղ նայեք, այլ հատվածում կտեսնեք, ում պաստառներն են խախտված նաեւ։ Կարող եք նայել, որ այնտեղ էլ խախտված է օրինակ հաղթանակի տեխնացու, որը էլի 50 մետրի հեռավորության վրա կարող է։ Ինչպես է գնահատում Նարգիշլի Մեխակյանի շանսերը։ Մենք պարոն Մեխակյանի շանսերը գնահատում ենք ամենաբարձրը աղավշապատում առաջադրված բոլոր տեխնացուների մեջ։ Մի պարզ տրամաբանության, որ պարոն Մեխակյանը նախ մեծ ծավալի աշխատանք է իրականացրել իր պաշտոնավարման ամբողջ շրջանում եւ տարբեր տեղերում, որտեղ ինքը աշխատել է։ Երկրորդ մեր թիմը հրաշալի քարոզարշավ է իրականացրել։ Քարոզարշավի ամբողջ process-ում ակնհայտ գերազանցել ենք մեր մրցակիցներին։ Դրան վերաբերվող նաեւ բոլոր հատվածներով, մեր լրատվական ակտիվությամբ, մեր բուն քարոզարշավով, մենք օրվա ընթացքում մի քանի ժամանոց քարոզարշավ ենք արել տարբերություն մյուսների եւ ունենք այդ վստահությունը, թիմում հրաշալի մթնոլորտ է, հրաշալի մարդիկ են հավաքված, մրցունակ ցուցակ ունենք, ներկայանալի ցուցակ ունենք եւ այս ամբողջի համադրումը մեզ տալիս է վստահությունը, որ վաղ շաբաթի ընտրություններին մենք մեծամասն։ Պարոն նախարար, տեսեք, ընդդիմադիրներն արձանագրում են, ասում են Նիկոլ Փաշինյանը չեկավ ամփոփիչ քարոզարշավին, բացի հայտ արձանագրել են, որ թալինցիներն էին մեծամասամբ մասնակցում, այսինքն ինչն է իրանց ասելիքը, որ ըստ էության վաղաշաբաթում ԿՊ-ն չունի աջակցություն։ Նախընտրությունները ընդամենը մի քանի ժամ հետո ուրեմն ցույց կտան վաղաշաբաթում ով ունի աջակցություն։ Երկրորդ ինչ վերաբերում է վարչապետի մասնակցության, ապա եթե դուք նկատած լինեք, բավական երկար ժամանակ վերջին բավական մեծ թվով ընտրություններին վարչապետը թիմ ընտրությունների քարոզարշավին որպես այդպեսին չի մասնակցում եւ ի սկզբանե էլ երբ որ գործընկերները ինձ հարցը տվել են, մենք ասում ենք, որ այդպիսի պլաններ չունենք, այդպիսի բան պլանավորած չի եւ դրանով է պայմանավորված, իսկ ինչ վերաբերվում է ուրեմն հանրահավաքին, նախ ակնհայտ է, որ մեր հանրահավաքի բազմամարտությունը խառնել է ընդդիմության պլանները, որովհետեւ օրինակ Մայր Հայաստանի հանրահավաքին մասնակցել էր մի քանի տասնյակ քաղաքացի, ես այդ ընթացքում նաև ականատես եմ եղել տեղում, այսինքն նաև այդ ընթացքում եմ եղել եւ ուրիշի աչքի տեսածը չեմ պատմում։ Նույնը վերաբերվում է նաև ուրեմն հաղթանակ դաշնքի հանրահավաքին, այստեղ էլ մեր հանրահավաքի մասնակիցների մի քանի անգամ ավել է եղել մրցակիցների հանրահավաքների թվից եւ այդ նույն տրամաբանությունը նաև պահպանվելու է եւ մենք մի քանի անգամ ավելի շատ ձայներ ենք ստանալ։ Ձեր հանրահավաքին մասնակցում են օրինակ։ Մեր հանրահավաքին մասնակցում են քաղաքական թիմի ներկայացուցիչներ, որոնց մի մասը կարող է Թալինից լինել, մի քանիսը կարող են Երևանից լինել։ Ես քաղաքացիները իրենք են ազատ որոշելու մասնակցեն թե չէ։ Այդ դեպքում օրինակ կարող եք ասել օրինակ դաշնակցականները, որոնք Արագածոտնից էին մասնակցել, ընդդիմադիրները, որոնք Արմավիրից էին մասնակցել, ուրեմն հաղթանակ դաշինքի հանրահավաքին, իրենք իրենց քաղաքական թիմից են թե չէ։ Պարոն Խուդաթյան, դիտորդները մի մասնակցել են, եթե չեն մասնակցել, թող հերքեն։ Այդ դեպքում պիտի ասեն օրինակ Իրան Խաչատրյանը որ օրվա վաղարշաբաթին է, որ մասնակցում էր։ Հակակոռուպցիոն կոմիտեում բարեգործության արգելքը խախտելու մասով արդեն քրեական վարույթը կա։ Մտավախություն չունեք։ Ոչ, մտավախություն չունենք, ես այնտեղ նաև նախորդ անգամ էլ ուրեմն ասել եմ, դա պարբերաբար տեղի ունեցող միջոցառում է, նկատի ունեմ այդ մարդը, որը գյուղի համար մեծ ծավալի աշխատանք է կատարել, ինքը տարվա մեջ 1-2 անգամ, երբ որ գալիս է ծննդավայր, միջոցառում է կազմակերպում, իմիջիալոց բազմաթիվ անգամ չարչարված ֆինանսական օգնությունը, որը տրվել էր առողջական խնդիրներ ունեցող երեխայի ընտանիքին, այդ երեխայի ընտանիքը Մայր Հայաստանի ցուցակի առաջին համարի հորեղբոր ընտանիքն է եւ ձեր համար եւ ձեր նախաքննական մարմինը դա է արձանագրել, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ես իմ պատասխանը վերջացնեմ, իմ մոտ տպավորություններ, որ երբ որ դուք լսեցիք, որ Մայր Հայաստանի ցուցակի առաջին համարի հորեղբոր թորին են տվել այդ միջոցները, դուք
սկսեցիք ինձ շեղել իմ մտքերից, բայց դա դժվար է չի ստացվելու։ Ոչ կա քրեական գործ, ես ավելին ասել չեմ կարող, մենք մտավախություն չունենք։ Ձեր հարցայիններ ունենք մտավախություն, թե չէ, ոչ չունենք մտավախություն։ Պարոն Փուդաթյան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթելու է վաղ շաբաթի ընտրություններում։ Ես սա ասում եմ որպես մարդ, ով քարոզարշավի ամբողջ ընթացքում ներկա է եղել, ով շփվել է վաղ շաբաթների հետ, ով ծանոթ է վաղ շաբաթներին, ես կարծում եմ այդ մտահոգությունը պետք է ունենան բոլորը բացի քաղաքացիական պայմանագիրը։ պարոն Փուդաթյան, Հարգելի գործընկերներ, ես նորից եմ ասում, փառակարում այլ իրավիճակեր էստեղ, այլ իրավիճակեր փառակարում, ուրեմն նաև նախորդ անգամ էր քաղաքացիական պայմանագիրը պարտվել, դրանից առաջի անգամ էր պարտվել, իսկ մենք էստեղ նախորդ անգամ ենք հաղթել եւ Սևակ Խաչատրյանը նախորդ անգամ է պարտվել, ինչ իրավիճակ է փոխվել, այ իրավիճակ է փոխվել, մեր դիրքերը ավելի են ավելացել, մայրաթորի դեմ արշավ չկա, գոնե դուք, որ ներկա եք եղել հանրահավաքին կամ կարող եք դիտել հանրահավաքը, պետք է տեսած լինեք, որ մեր հանրահավաքին նաև Արմավիրի թեմի հոգևորականներից են մասնակցել, մենք այս ընթացքում երբ որ այսինքն օրհնության խոսք են իրենք ուղղել, ինչի համար շնորհակալ ենք եւ իրենց եւ Արմավիրի ողջ թեմին, ովքեր նաեւ քաղաքի տոնի միջոցառմանն էին մասնակցել, այս ընթացքում պարոն Մեխակյանի հետ այն քարոզարշավի ընթացքում, երբ որ հասել ենք այնպիսի վայրեր, որտեղ կան եկեղեցիներ, ներս ենք մտել, մեր հոգևոր հայրերից օրհնություն ենք ստացել, մենք իրենց բոլորի հետ հրաշալի հարաբերություններ ունենք եւ կարծում եմ դուք ամեն քայլափոխի դա կարող եք տեսնել, վստահ եմ, որ դուք տեսել եք։ Ես մեծ հարգանք ունեմ Սիոն Սրբազանի նկատմամբ եւ վստահ եմ, որ Սրբազանի ուրեմն հարգանքը նաև փոխադարձել։ Պարոն Խուդաթյան, այլ հարցեր ավելի Պարոն բովանդակային։ Խուդաթյան, ինչպես ստացվեց, որ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին այսպես սկսեցին ճանապարհների ասֆալտապատում, այլ շինարարական աշխատանքներ, սա ըստ էության ընկալվեց որպես ընտրողների ձայները շահելու տարբերակներ եւ նաև համացանցում տեսանյութ հրապարակվեց, որտեղ խոստանում էին տանիքի շինարարության համար մատերիալ հատկացնել, որպեսզի բնակիչը այսպես վերանորոգում կատարի։ Սա վարչական ռեսուրսից չարաշահում չի ըստ էության։ 500 կիլոմետր ճանապարհ են կառուցում, վերակառուցում, այս կամ են փուլերում, հանրապետության բոլոր բնակավայրերում, հանրապետության բոլոր քաղաքներում եւ նաեւ այդ տրամաբանության մեջ իրականացվող շինաշխատանքներ են, որոնց մեկնարկը տրվել է վաղուց քարոզարշավի մեկնարկից էլ առաջ, դրանք նախագիծ պահանջող աշխատանքներ են եւ հետեւաբար մեկ օրում կամ մեկ ամսում հնարավոր չէր որոշում իրականացնել եւ այդ աշխատանքները անել։ Ես ուրիշ բան կասեմ, Տանիքը վերանորոգնելն է դրա մեջ մտնում։ Այո, բազմաթիվ տեղեր, բազմաթիվ բնակավայրերում այս օրերի եւ տանիքներ են փոխում եւ վերելակներ են փոխում եւ ջրագծեր են կառուցվում եւ մենք չենք պատրաստվում մեր քաղաքները փակել, քաղաքները խավարի մատնել, լույսերը անջատել, մանկապարտեզները փակել, դպրոցները փակել, ինչ թե հաղթանակի հնարավորություն չունեցող ընդդիմությունը այս կամ մենք եք դա կմեկնաբանի, մենք այդպիսի մտահոգություն չունենք։ Սևակ Խաչատրյանն ասում է, թե բն այլախոհություն է, այլ կարծիք ունեցողներին Սևակ Խաչատրյանի նախընտրական ցուցակում հարգելի գործընկերներ իմ ենթակայության, տկեն նախարարության ենթակայության հիմնարկից աշխատող կա եւ եթե ցուցակում հավաքանու տեխնացու եւ այլ ընդդիմադիրների ցուցակում եւս եւ եթե մենք աշխատող ազատացնեինք, ապա վստահաբար դա կանենք ցուցակից տնօրենին ազատել որտեղ ասել եք այլ կարծիք ունի ինքը ԿՊ-ի դիրքորոշումը չի կիսում իր մորակրոջ մենք համաձայն չենք Պարոն Խուդաթյան, մեկ հարց էլի Հանրապետության կուսակցության տեխնացուն ասում է, որ ընտրություններից հետո ԿՊ-ն այսպես կմիանա։ Ինչ վստահություն, որ ինքը ավելի շատ ձայն կհավաքի, քան պարոն Մեխակյանը։ Չգիտեմ իրեն որտեղից այդ վստահությունը եւ չգիտեմ մյուս տեխնացուներին որտեղից այդ վստահությունը։ Ես կարող եմ ասել, ես գիտեմ մեզ որտեղից այդ վստահությունը։ Մենք այդ վստահությունը ունենք, տեսնելով մեր իրականացած քարոզարշավը, պարոն Մեխակյանի կատարած աշխատանքը, պարոն Մեխակյանի եւ իր ընտանիքի վայելացերը եւ հարգանքը այս ամենքում, եւ այդ ամեն ինչը մեզ տալիս է վստահություն, որ ընտրություններում մենք բացարձակ մեծամասնություն ենք ստանալու պարոն Մեխակյանի գլխավորությամբ։